Ընդամենը մեկ քայլ եւ դուք արդեն այլ բջջային ցանցի բաժանորդ եք։ Հեռախոսահամարից հրաժարվել ծառայության համար վճարել ու երկար սպասել պետք չէ։ Բավական է միայն դիմել բջջային ցանցի այն օպերատորին, որտեղ ուզում եք տեղափոխվել, ու 1-ից 3 օրվա ընթացքում ծառայությունը կակտիվանա։ Ցանցից ցանց անվճար տեղափոխության առաջարկից բաժանորդները կարող են օգտվել տարին 2 անգամ։ Զրուցակցի ցանցը փոխելու մասին կնախազգուշացնի հատուկ ազդանշանը, թե որ ցանցի բաժանորդի եք զանգահարում կարող եք իմանալ նաև նախօրոք հավաքելով 148 հեռախոսահամարը։ Եթե մյուս հաճախորդը, ում որ մենք ուզում ենք զանգ կատարել, նա փոխել է իր ցանցը, այսինքն X-ից անցել է Y-ին, ստանալու ենք ձայնազդանշային համակարգ, այսինքն զանգեր են լինելու մեջը, որը թույլ կտա բաժանորդին հասկանալ, որ ինքը կատարում է ցանցից դուրս զանգ եւ ինքը լինելու է այլ տարիֆի վտակ։ Սամվել Արաբաջյանն ընդգծում է, եթե ուզում եք տեղափոխվել այլ ցանց, բայց նախկին օպերատորից պայմանագրով հեռախոս կամ պլանշետ եք վերցրել, հոգ չէ։ Գումարը վճարելուց հետո օպերատորը պարտավոր է կարճ ժամկետում ապա կոդավորել հեռախոսը կամ պլանշետը։ Եթե օրինակ կնքվել է 2 տարվա պայմանագիր եւ քաղաքացին ստացել է սուբսիդավորված որևէ հեռախոսասարք կամ պլանշետ, 1 տարի անց որոշում է, որ քաղաքացին ուզում է տեղափոխել իր հեռախոսահամարը եւ անցնել այլ օպերատորի սպասարկման մեջ։ Այդ 1 տարվա ընթացքում վճարված իր գումարը եւ շուկայական արժեքի այդ տարբերությունը վճարելու պարագայում օպերատորները, որոնք որ տրամադրել են սուբսիդավորված այդ հեռախոսասարքերը, նրանք պարտավոր են անվճար ապակոդավորել այդ հեռախոսասարքերը եւ պլանշետները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ բոլոր օպերատորները պարտավոր են նաև 911 եւ 112 արագ արձագանքման ծառայությունները անվճար ապահովել ոչ միայն իրենց, այլև այլ ցանցերի բաժանորդների համար։ Հայաստանի միջպետական ճանապարհների 97%-ում կապի առնվազն 1 օպերատորի ծառայությունները հասանելի են, այնպես որ օգնության կանչը անպատասխան չի մնա։ Սյուզան Չիչակյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։